Հիմա ձեր տղան ինչի համար է փնտրվում ոստիկանների կողմից։ Իմ տղան փնտրվում է, որովհետև իրանք տղային ուզում են դանակահարողին պահեն, թաքցնեն իմ տղային հանեն։ Իսկ ես էլ իմ երեխին պահել եմ, թաքցրել եմ, որ մինչև այդ հանցագործը գնա հանձնվի, իր մեղքը վիզ վերցի, նոր ես իմ երեխին կբերեմ որպես վկա։ Ինչ գիտեք դուք այդ դեպքի մասին։ Այդ դեպքի մասին ասենց, ես տունը նստած ընկերուհիս զանգել է, Երանուհի անունով ընկերուհիս զանգել է։ Բա Սուսան, ըստեղ կռիվ անում Սետոն քո տղանը տեղ է։ Ես էլա վազեցի ու զանգի մեծ տղայիս, ասի Սամվել ջան, Սետոն կռիվ անում, Սակոնն տեղ է, գնանք բերենք։ Վազելով գնացինք, տեսանք այդ տեղում, որտեղից որ այդ կինը զանգել էր, այդտեղ չեն, արդեն իջել են ներքև։ Գնացինք գարաժների արանքում ինքը ընդեղ թե ինչ էին խոսում, ինչ խոսակցություններ գնում, արդեն մեծ տղաս ինձանից շուտ էր հասել։ Պուջուրս մոտիկացավ, ասեց մամ, գնա հեսա գալիս ենք։ Ու ես ետ դարձա, Էգայեսյան իրանք մի 5 րոպե հետո ինձանից եկան այտենց սուս-փուս տեսա, որ իրար այտենց պատրուկ արած գալիս էին, ես այդ կնոջ հետ էի խոսում, որ ինձ զանգել էր ու պատմում էր, թե ինչ ա կատարվել այդ րոպեին այդտեղ։ Ինքը ինչ էր պատմում, ինչ ա կատարվել, ինչ ա տեսել։ Որ այդ Սետոնի չելա ու այդ երեխի այդ կրվը խփել ա դրան։ Սետոն ով է։ Վալերիան, Օսիպյան Վալերի աղբոր տղեն, հետոյի տղեն։ Իսկ դեպքից հետո դուք հանդիպել եք Օսիպյանին, ինքը ձեզ հանդիպել է։ Ես եմ գնացել իրանց տուն։ Ինչ ասել։ Ես եմ գնացել, ասել եմ, որ սենց բանն արել Սետոն։ Իսկ ինքը ինչ առաջարկել։ Ինքը սենց, սկզբից վիշ չէին վերցում, ասում է բանա, չէ, ասում են Սակոն, ասի ոչ, Սակոն չի։ Դու մեղքը իմ երեխի վրա չփնտրես, հարցրա քո աղբոր տղից, թող պատմի իրականությունը։ Հետո երևի գնում էր սենյակ, գալիս էր, այն սենյակում թե ում հետ էր խոսում, ինչ էր անում, չգիտեմ, եկավ ու ասեց լսի Տիգին Սուսան, այդտեղ վկայել կա, Կարապետյան գոհարը, կարակ կանչեք, հարցնեք, ասեց դուք թող ձեր տղան այդ հանցանքը վերցի իրապես, որ ինքն ախպե, ես ձեր տղային կօգնեմ։ Ինչ է նշանակում դա։ Իսկ դուք ինչ ասեցիք։ Ոչ, կյանքում ես ուրիշի խփած քո աղբոր տղի խփած արունը վերցեմ իմ երեխին սարքել պիտակ հանցակորդ։ Իմ երեխեքը հարգված, խելացի, ընտիր երեխեք են կարակը ամբողջ շրջապատից հարցնենք։ Ամբողջ նրանք բարձր անգամ խոսացած չկան, ես կարամ բարձր խոսամ, նրանք իմ դեմ բարձր չեն խոսում, մեկի մի հատ պատասխան չեն տալի։ Իմ երեխեն կոֆե չի խմում, չի ծխում։ Իմ երեխեքը ոնց կարող։ Քանի տարեկան է։ Իմ տղեն 23։ Իսկ ձեր տունը ոստիկաններն եկել են խուզարկություն կատարել են։ Այո, իսկ Օսիպյանի եղբոր տունը գնացել են, ասեց գնացել են, կնդղել են գնացել, իրանք սկզբից ասել են, որ բալանի չկա, հետո բերել տվել են բալանին, հետո բացել խուզարկել են։ Արդեն գիտես խի էին ուշացնում նրանք, որովհետև տունը մաքրել են, այնտեղ որ ինչքան որ ինքը խմած է։ Ես եմ իրան բրթելով այդ ալկաշին, բերեքից այստեղ դուրը փակի այդ կրվին տածում, գնում էր հետ կրվելու։ Եթե թողել երևի մի զոյել կլներ, բերեքից այստեղ դուրը փակեցի, վրեն ասի այստեղից դուրս չգաս, մինչև ես կամ, ես մինչև գնացի, եկա տեսա որ այստեղից արդեն գնացել է։ Իսկ դանակը գտել են։ Չգիտեմ։ Իսկ կրվի պատճառը մոտավորապես գոնե գիտեք ինչն է եղել։ Կրվի պատճառը իր ասելով իբր այդ տղան այն մի աղբերը թքել է իր վրա, բայց սուտ է խոսում։ Իբր թքել է։ Իբր թքել է Սետոյի վրանով կարա թքի։ Նա ընջի էսի առաջի դեպքն է։ Էսի առաջի դեպքն է, որ կոծկում է։ Միշտ էլ եղել է։ Միշտ էլ եղել է ու կոծկվել է։ Խնդրեմ, հələ գնացեք նրա վեննաներից հետ բացեք, ստուգեք, տեսեք ինչ է նրա վիճակը։ Իսկ իմ երեխին էլ խնդրեմ լուգոյից հարցուփորձ արեք։ Ինչ անենք, որ իմ երեխին գնացել է իրան պատեշկայ արը, օգնելա որ չթողեն կռիվ լինի։ Իմ երեխին դրբակ էր այնտեղ։ Իսկ քանի օք են եղել։ Մոտավորապես գիտեմ, ես որ արդեն այդ վերևից վազելով իջնում էին, երբ ընկերուս հետ խոսում էի, ես իմացա մեքենայի տակ մարդ ընկավ։ Հետո մինչև հասածին, վայ, ու տեսնեմ այդ երեխեն ընկած արդեն, այնտեղ դանակարված ընկած։ Դե այդ Սետոն էլ ձեռները սենց անելով ու մարդիկ տեսել են, պրոստո վախենում են, որ Վալերի Օսիպյան Վալերի աղբոր տղեն է, վախենում են ասեն, դանակը ձեռը տեսել է շողշողալուց։ Ես եմ բրդել իրան այդ ընթացքում։ Հիմա ձեր հետակա քալերը դուք ինչ եք ուզում անեք։ Ես ուզում եմ այնց անեմ, ինքը թող գնա իր մեղքը վերցիվիս ոնց արելա, թող չգիտեմ ոնց ուզում ա տագիսուց կա, հոպարի միջոցով կկա, մորքուրի միջոցով իմ երեխին անմեղ պիտակ չկպցնի։ Իմ երեխին հանցագործի պիտակ չկպցնի։ Ես անենց երեխա եմ դաստիարակ երկու տղա երեխա, օրինակելի երեխեք են եղել շրջապատի մեջ։
օրինակելի լուբոյից կարակ հարցնեք։ Իսկ այդ դանակահարվածին իրանք երբևիցե ճանաչել են։ Իմ տղեն չի ճանաչել, ինքը ճանաչել է, ես ճանաչում եմ շատ խելոք ընտանիք եմ, ասեմ իմ։ Այդ դանակահարվածը։ Այդ դանակահարված ընտանիքը շատ խելոք խեղճ ընտանիք է։ Նուբարաշենում են բնավ։ Նուբարաշենում ապրում են, դոմիկներ էլ մնում են, վարձով։ Քանի որ իմ մի տղին լավ եմ ճանաչում, ամեն անգամ կանաչի էր բերում հանձնում խանութները։ Դրանից լավ գիտեմ այդ պուճուր տղին։ Իրանք շատ խելոք ընտանիք են, հնարավոր չէ նա թքեր Սետոյի վրա։ Այսինքն դուք վստահ եք, որ նա Նուբարաշենում են խոսում, որ դանակահարողը եղել է Սետոն, երեք իմ տղին ասեմ իմանաք, Վալերի Յոսեփյանը ինչ իրավունք ունի իմ տղային կանչի տանի վարչություն։ Որ տղային։ Մեծ տղայիս։ Իմ տղային իրավունք ունի կանչի մեր միլպետը ստեղի, իրա քննչական բաժնի աշխատակիցը տանեն քննեն, ճիշտ է, հարցաքննեն, թե նյութեր են կազմում, ինչ են կազմում, արդեն դա իրանց գործն է։ Կանչել է Վալերի Յոսեփյանը իմ տղին, տարել է այնտեղ վարչություն, քննել է տղիս, տարել է հիվանդանոց, հիվանդանոցում այնտեղ ցույց են տվել տղիս, ոստիկաների ներկայությամբ հարցրել են ծնողներին, մոր աչքի առաջ են տղին դանակահարել, մոր, մերն ասում է Սետոն, ռուսախոս, երկու նախադասություն ասեց հայերեն, հետո սկսեց ռուսերեն քֆուրներ տա։ Մորգուն ասել է Սետոն, ընդեղի նստած սա հարազատությունները տեսել են իրանց ներկայությամբ դանակահարությունը կատարվել։ Սետոն, մազերը բռնեք հաշել է մերը Սետոյի։ Կարծեմ մազերից ասում են մի փունջ մնացել է իր ձեռի մեջ։ Իսկ թող իմ երեխին իրանք այդ պիտակը չկպցնեն։ Իսկ այդ դեպքում լավ, այդ դեպքում չեք կարծում, որ սխալ է, ասենք, հասկանում եմ, անհանգստանում եք, տեղին եք անհանգստանում, մտավախություն ունեք, ասենք երեխային անունը ոնց էր, ում որ մանուկ է։ Սարգիս Հովհաննիսյանը։ Սարգիսին, որ հիմա հաղթած պահում եք։ Հա, վտանգավոր չի, չեն ասի, այդ դեպքում եթե ինքը մաքուր է, թող գա։ Սենց է, ես իրան ասել եմ հանցագործին։ Ուղղակի չեք վստահում։ Չեմ վստահում իմ երեխեն հիպերտոնիկ հիվանդ երեխա է, բանագից ազատված ճնշումով 240։ Ես նրան եթե հանգարց ասեմ, որ դու ես արեկամ խփեն նա չեղած բանը վիսկ վերցի։ Դրա համար ես ուզում եմ Բայց վկաներ կան, չէ՞ որ տեսել։ Այո, վկաներ կան, բոլորն էլ տեսել են, բոլորն էլ ասում են, որ Սետոն է եղել։ Իմ երեխի ձեռն ինչ գործ ունի տանագնային տնից չի գնացել, Սետոյից տնից են գնացել, ինչ գործ ունի տանագնի մեր երեխի ձեռ։ Այսինքն միջև այդ միասին են եղել Սետոյը։ Իրանց տունն են եղել։ Ու իջել են, այդ կինը տեսել է, հետո որ ինձ զանգել է տեսել է։ Պրոստո որ իր հոպարը այդ պաշտոնին է, ես էլ որ գնացի իրանց տուն, Վալերի Յոսեփյանի մերը, այս բանը որ լսեց, որ իրանց Սետոն այդ բանը կատարել էր, ասեց, վայ Վալեր ջան, ես ինչ եղա, պետդ որ իմանա, ինքն էր մոր վրա ճչալով սենց արեց, ինչա ես պետ չեմ, ես էլ եմ պետ էլի, ինչ ուրում եմ որ դու պետ եք, ուզում եք իմ երեխի վրան սարքեք, ու ինձ ասում ես արի թող քո երեխեն վերցի վիզ, ես այդ գործը կօգնեմ, ու քո աղբոր երեխեն կատարի ես իմ երեխին, տամ ասեմ քնավիզ վերցու։ Իսկ դանակահարվածի հարազատներին հանդիպել եք։ Չէ, ես պրոստո երեխին միշտ աղաչում էի, Աստված էի կանչում, այս սուր կրկերը վկա, կանչում էի այդ երեխին բան չլինի, թող այդ երեխեն իրա բերանով ասի։ Չնայած մերը, եթե իմ ներկայությամբ իմ երեխին խփեն իմ աչքի առաջ, ես չեմ տենում, որ դու ես խփել։ Կապուտ աչքերով, իմ երեխին կապուտ աչքերով, հա։ Ես եմ բրտե, անգամ մերը իմացել է, թե ես իրա քուրն եմ։ Ես բրտելով բերում էի, հետ էր գնում նորից, որ թողեի կգնա նորից երևի կխփեր, չթողեցի ևս մի զոհերներ։